Հայ-թուրքական բանակցությունների առանցքը Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն է։ Որոշողը Թուրքիան է, քանի որ այն փակելու որոշումը հենց Թուրքիային է եղել։ Ինչ կփոխվի մեր կյանքում, եթե օրինակ հաջորդ տարի սահմանը բացվի։ Առաջին հերթին տնտեսական ազդեցություն են սպասում։ Կարծիքները սակայն իրարամերժ են։ Իշխանականները վստահ են, որ դա մեծ շանս է երկրի զարգացման համար։ Երբ որ սահմանները բացվեն, մենք կարողանանք բազմաթիվ ապրանքներ, որոնք որ հիմա մենք ներմուծում ենք, կողքիները արտահանում են, իրանցից ներմուծենք, հետևաբար մեր ներմուծման գինը կեժանանա, հետևաբար Հայաստանում այդ ապրանքների ինքնարժեքը կիջնի, եւ այն ինչ որ մենք արտահանում ենք, իրանց արտահանումները չեն խաչվում կամ խաչվում են, բայց շատ ցածր է ինդեքսը, 0.25 է ինդեքսը, հետևաբար մեզ այդ առումով էական վնասներ չի լինի։ Հիմնական սպասելիքները տարանցիկ բեռնափոխադրումներից ստանալիք շահույթներն են։ Պարզ չէ սակայն թե ինչ պայմաններով են Հայաստան մտնելու կամ դուրս գալու տարանցիկ բեռները, որքան մաքսատուրք է սահմանվելու, տարեկան որքան բեռներ են անցնելու Հայաստանի տարածքով։ Կարող ես կորցնել մի հատ փոքր բան, կարող ես կորցնել, բայց ավելի լավ է մենք այդ մեծ բանը ստանանք, այդ փոքր բանը այսպես նենց հեշտ կորցնենք, որ աջակցելով, ադապտացնելով, ինչ մի քիչ փակելով, մի քիչ անելով, չպետք է մտահոգվեն, որովհետև մենք ունենք բավարար գործիքներ, մեխանիզմներ, ֆինանս։ Իհարկե, հարց է առաջ գալիս, թե տեղական արտադրողին սուբսիդավորելու համար որտեղից Հայաստանին այդքան փող։ Երկիր, որը տարեկան 1 միլիարդ դոլարից ավելի պատք է վերցնում, որ գոյատևի։ Իսկ խոսքը հազարավոր ֆերմերների մասին է։ Թուրքական արտադրողների հարվածի տակ առաջին հերթին հենց նրանք են հայտնվելու։ Պետական լուրջ քաղաքականություն, հովանավորչական սուբսիդավորման լրջագույն քաղաքականություն իրականացնում է եւ լայն տարածաշրջանային իմաստով թուրքական գյուղատնտեսությունը հզորագույն տնտեսություններից մեկն է։ Նույնիսկ եթե խոսքը պարզապես արդար մրցակցության մասին է, Հայաստանը գյուղոլորտում մի քանի անգամ հետ է Թուրքիայից։ Օրինակ հարևան Վրաստանը, չնայած ունի լավ կլիմայական պայմաններ եւ զարգացած ենթակառուցվածքներ, միևնույն է, չի կարողանում տեղական շուկայում մրցակցել թուրքական գյուղմթերքի հետ։ Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ գոնե այս պահին, այդպես բացառապես տնտեսական գնահատականներով առաջնորդվեն եւ օրինակ նույն թուրքական էքսպանսիոնիստական քաղաքականությունը պայմանավորենք միայն տնտեսական շահով։ Հետևաբար այս պարագայում հենց այդ տնտեսական գործիքների եւ լծակների շատ լինելը եւ հնարավորությունների շատ լինելը խեղդելու պարզապես հայկական տնտեսությունը, այստեղ է առաջանում ամբողջ մտավախությունը։ Խոսքն ամենևին չի գնում սահմանը չբացելու մասին։ Բաց սահմանը միանշանակ լավ բան է։ Այլ հարց է, որ այն բացելուց առաջ պետք է լինեն հստակ հաշվարկներ, թե որ ոլորտում որքան կարող ենք կորցնել, ով է թիրախում, որքան գումար է անհրաժեշտ, որպեսզի անվտանգության բացիկներ ստեղծվեն տեղի ֆերմերների համար։ Սա մի ոլորտ է, որտեղ աշխատում եւ իր հացի փողն է վաստակում մոտ 800,000 քաղաքացի։ Ասում եք հաշվարկ չկա։ Դե ես խորհուրդ եմ տալիս հետևել իմ գիտական գործունեության, իմ հոդվածները հերթով կարդաք եւ կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կունենաք։ Եթե չկան հաշվարկներ, հստակ հաշվարկներ, ապա որտեղ է երաշխիքը, որ այդ կրակ հանգցնելու լուծումն այդ պահին կլինի։ Այսինքն, եթե չկան լուրջ տնտեսական հաշվարկներ, ապա պետությունը պարզապես տեղում է փորձելու լուծել պահի տակ առաջացած խնդիրները, իսկ սահմանի բացմանը հետևող հնարավոր համակարգային խնդիրները շարունակելու են խորանալ, մինչև կպայթեն մի հարմար պահի։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։